Բարև ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք նոր ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչի հետ խաղային մամուլի ասուլիսը Արարատի դեմ կայացած խաղից հետո մարզիչը խոսի խաղի մասին, իսկ հետո կանչեն լրագրողների հարցերը. So first your opinion about the match and then the questions. Good evening to everyone. Բարի երեկո բոլորին. Congratulations to my players for 3 points. Շնորհավորում եմ իմ ֆուտբոլիստերին 3 միավորի համար. It's not easy at all play games like this. Ընդհանրապես հեշտ չէ այսպիսի խաղեր խաղալը. We won the cup a few days ago. We celebrate. Մի քանի օր առաջ մենք հաղթեցինք Հայաստանի գավաթը, նշեցինք. And we knew that Ararat is last on the table. Եվ գիտենք, որ Արարատը առաջնության աղյուսակում ամենավերջին տեղում է. But also we knew that they had some really interesting and good players. Բայց նաև գիտենք, որ նրանք ունեն շատ հետաքրքիր եւ լավ ֆուտբոլիստներ. And that they want to play offensively. Եվ եթե նրանք ուզենան հարձակվողական կերպով խաղալ, we prepare ourselves on this, and the reaction from the team until 3-0 was really good. Մենք սրա համար նախապատրաստվեցինք եւ կարծում եմ, որ թիմի արձագանքը մինչեւ 3-0-ն շատ լավն էր. After 3-0 we wanted a little bit to die in beauty of the football. We were not concrete. We want to walk in the goal instead that we shoot from good situations. 3-0-ից հետո մենք մի փոքր ցանկացանք խաղի գեղեցկության պահում մնալ եւ այդքան էլ կայուն չէինք, բայց հասկացանք, որ այդ շատ վտանգավոր պահեր են ստեղծվում. We stopped doing things that we agreed in the changing room. We lost the focus, and in football is when you lose the focus just for a little bit, you are immediately punished. They scored 2 goals. They come back in the match. Մենք դադարեցինք անել այն բաները, որոնք պայմանավորվել էինք, որ կանենք հանդերձարանում, մենք մի փոքր կորցրեցինք մեր կենտրոնացվածությունը եւ երբ չես կենտրոնում կորցնում ես դա, դրա համար միանգամից պատժվում ես եւ մենք 2 գոլ բաց թողեցինք. But we woke up on the time, and we put the match under control. We scored 5 more goals. I think 2 were disallowed, and we have 2-3 more clear chances. So altogether, a few days after cup winning and celebration and everything, I am very happy with the performance. We will take a rest and we will prepare ourselves for next match against Punic. Բայց կարծում եմ, որ ժամանակին կարողացանք արթնանալ եւ խաղի կառավարումը կրկին վերցնել մեր վրա, դրանից հետո մենք խփեցինք եւս 5 գոլ, խփել ենք նաեւ 2 գոլ, որոնք չեղարկվեցին եւ կարծում եմ ունեցանք 2-ից 3 մաքուր հնարավորություններ եւս գոլեր խփելու, կարծում եմ, որ Հայաստանի գավաթի խաղից հաղթանակից եւ դա տոնելուց հետո շատ լավ խաղ ցուցադրեցինք, շատ գոհ եմ ֆուտբոլիստներից, մենք կհանգստանանք եւ կկենտրոնանք մեր հաջորդ խաղի վրա։ Հարցեր։ Այսօր 11 գոլ եղավ, մենք արդեն գիտենք, որ դուք շատ գոլեր չեք սիրում, եւ արդյոք ավելի լավ չէ այսպիսի խաղում նման խնդիրները ի հայտ գան, որպեսզի հետագայում ավելի կարևոր խաղում, երբ որ միգուցե այսքան շատ գոլ խփել չստացվի, կարողանանք դա կանխել։ So we had 11 goals today, and we already know that you don't like to have too many goals scored. The question is, wouldn't it be better for mistakes like this to be in matches like this instead of more important ones, during which maybe we won't have the same chance to score this many goals? For me, every match is have same importance, and really I prepare every match on the same way. Ինձ համար ամեն խաղ նույն կարևորության վրա է եւ անկեղծ մենք բոլոր խաղերին նույն կերպ ենք պատրաստվում. Football is a game of mistake. Today we made a little bit more mistakes than usual, and today we were punished immediately for our mistakes. Ֆուտբոլը սխալների խաղ է եւ մենք այսօր սովորականից ավելի շատ սխալներ արեցինք եւ երբ այդպիսի սխալներ ես անում, պատժվում ես այդ սխալների համար. If I am not wrong, I think this is our 47th match in the season. This is extremely big number. And I understand my players, and after everything what happened in last few days and with the cup and everything what is going on, it's not so easy to keep the focus for 90 minutes, especially when you have comfortable lead like we did with 3-0. But after 3-2 they react very well, and we take the game under our control. Եթե չեմ սխալվում, սա մրցաշրջանում արդեն մեր 47-րդ խաղն էր եւ կարծում եմ, որ սա շատ մեծ թիվ է, շատ մեծ քանակ է խաղերի։ Ես հասկանում եմ իմ ֆուտբոլիստներին, որ
այսքան խաղերից հետո եւ նաեւ այն ամենը ինչը կատարվեց վերջերս, նաեւ Հայաստանի գավաթի խաղը նրանք հնարավոր է որ չկարողանան շատ կենտրոնացած լինել, քանի որ հեշտ չի նրանց համար ամբողջ 90 րոպեն կենտրոնացած լինել, նաեւ կարծում եմ որ նրանք մի փոքր արդեն հարմար էին իրենց զգում, քանի որ հաշիվը 3-0 էր եւ մենք առաջատարն էինք, բայց 3-2 հաշվից հետո կարծում եմ որ մենք շատ լավ արձագանքեցինք եւ կենտրոնացանք եւ շարունակեցինք խաղը այլ տեմպով։ Իսակ Հակոբյանի մասին հարցնել, նա այս հատվածում 12 րոպե անցկացրել դաշտում, արդյոք նա այդքան պատրաստ չէր խաղալու, գոնե այսպիսի խաղում, երբ ինչ-որ պահի ամեն ինչ բարձր շարժել, դրա խաղալու հնարավորություն տա։ So the question is about Misak Hakopian. So during this period, he has played only 12 minutes. So is he not ready to play, or especially, let's say, at a match like this, because the result was kind of already predictable. So maybe we should have given him a chance to play. He's ready. I think that he played last match against Gandzasar. He was really good. He's good in training sessions. In his position, we have Jakolic, who at the moment is in really good form, and it's not easy for me to move one player who is in really good form and who contribute a lot to the team, both defensively and offensively. With Mos, I'm happy how he worked, how he trained. I think that he developed a lot, and he need to be patient and wait for his time. And when his time come, he need to use the opportunity. Նա պատրաստ է նախագահ Գանձասարի դեմ առաջնության մեր նախորդ խաղին, նա շատ լավ է մարզումներին եւս շատ լավ է իրեն դրսևորում, սակայն նրա դիրքում մենք ունենք ֆուտբոլիստ, ով շատ լավ մարզավիճակում է, Մարին Յակոլիշը, եւ նա թե հարցակման եւ թե պաշտպանման գծում շատ է նպաստում եւ կարծում եմ ինձ համար հեշտ չի լինի փոխել այսպիսի խաղացողի։ Միսակը շատ լավ է զարգանում, ուղղակի պետք է մի փոքր համբերատար լինի, երբ իր ժամանակը գա եւ այդ ժամանակ կարողանա ճիշտ օգտագործել իր հնարավորությունը։ Չկա հարց։ Շնորհակալություն։ Thank you. Merci շատ